Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք հոգեբան Հայաստան Դաշինքի անդամ Միհերդադ Մադացյանին։ Բարև ձեզ, պարոն Մադացյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ իշել եք։ Սիրով, պարոն Մադացյան, իշխանականները վերջին շրջանում ակնհայտ ջղաձգումների մեջ են, նոր-նորքի վարչական ղեկավարն ու իր ենթակաները ուղիղ եթերում ակտիվիստին խմբակային ծեծի ենթարկեցին, падգամավորներից մեկի մայրը վիրավորեց ու սադրեց ստորագրահավաք իրականացնող երիտասարդներին եւ այսպես շարունակ դեպքերը բազմաթիվ են։ Ձեր գնահատմամբ ինչի մասին է այս ամենը վկայում, ինչով է պայմանավորված նրանց այս ջղաձգումները։ Գիտեք, բովանդակության բացակայության, այսպես ասեմ, այսօր արդեն երկար ժամանակ է, ոչ թե այսօր արդեն տևական ժամանակ է իշխանությունները բացարձակ անելիք չունեն ոչ արտաքին դաշտում, ոչ ներքին դաշտում, ոչ բարեփոխումների խնդիր կա, ոչ եսիմ ինչ-որ նորմալ քաղաքական խնդիրներ կա լուծելու, ոչ արտաքին հարաբերություններ կա լուծված, եկեք նայենք վերջի կես տարում ոչ մի նոր բան չի ներմուծվել, բացի անհարմարություններից հարկային ոլորտում, ես չգիտեմ եւ այլն, մարդկանց կյանքը բարդացնող խնդիրներից, որը որ ոչ մի բարեփոխման միտում չունի։ Օրակարգի սինությունը բերում է նրան, որ հանրապետությունը սկսում է ապրել բամբասանքներով եւ տարբեր ուրիշ իրավիճակներով։ Բացի նրանից բոլորս հասկանում ենք, ես պիտի ցիտեմ իշխանական падգամավորներից մեկին, հա, ով ուրիշ անելիք չուներ, քան նավակ ճոճելներ, ասեց 26 թվին իշխանությունը հանձնելու մասին, որը այո, հեռանալու մասին։ Ճիշտը մարդը խմած էր ասեց, բայց ասում է ռուսները լավ խոսք ունեն, ասում է ինչ որ խմածը ասում է, դա Ստափի մտքին է, հա, այսպես է։ Թարգմանեցի արագ ասում։ Ճիշտ խոսքը խմած մարդուցակ լսում որպես կանոն։ Հասկացան, չէ, 26 թիվն էլ հեռու չի, այլևս տարուց քիչ է մնացել այդ ամեն աժոտաժին եւ թշնամանքը ընդհանուր, որը որ կերտվել է այս 8 տարի Հայաստանում, մի տարում վերացնել հնարավոր չի։ Դա բերելու է նրան, որ ընդդիմադիր դաշտը իմ հանձինս ինձ հասկացան, հիշելու է 8 տարի եղած անարդարությունները իր անձի, իր ընտանիքի եւ մնացածի հանդեպ, եւ եթե ինչ որտեղ կարող էր ինչ որ մեկի հանդեպ էլ ներողամտաբար վերաբերվել, ապա այդ ներողամտությունը չի լինելու, եւ ես պայքարելու եմ հաջորդ իշխանությունների օրոք, որպես ես իշխանության բոլոր սատարողները ըստ արժանվույն իրավական պատիժ ստանան եւ քաղաքական գնահատական։ Սա ակնհայտ ճշմարտություններ եմ հիմա ասում եւ ես համարում եմ, որ եթե հաջորդ իշխանությունները դա չանեն, ապա ոչ մի բանով Նիկոլից չեն տարբերվում, եթե դա այդպես լինի։ Այսինքն ընդհանրապես կարող ենք եզրակացնել, որ իշխանությունը կորցնելու վախն է, որը արդեն իրենք գիտակցում են եւ սրանով է պայմանավորված ճղաձգումները։ Բացի կորցնել նաեւ շատ բաներ, որոնք իրենք ունեն։ Նախ առաջինը ինչ որ տեղի ունենում, դա լափամանից կտրվելն է, որտեղ այս իշխանությունները եկան եւ Հայաստանի բյուջեն սարքեցին լափաման եւ իրենց գնալով այդ լափամանը փակվելու է, որտեղ համոզված են, որ ոչ նախորդ, ոչ հաջորդ իշխանությունները այդպես չեն դիտարկել այս բյուջեն։ Ինչի հաշվին այսօր մենք այդ թաղապետարանների գզվրտուկներն ենք տեսնում, այդ մանկապատերազմների եւ այլ խնդիրներն ենք տեսնում, Տիգրան Ավինյանի լկտիությունն ենք տեսնում, հոր ստահակությունն ենք տեսնում, որ ինքը արտահայտ մասսայական արտահայտումներ անում առանց հաշվի առնելու եւ իրավական բեսպրեդել ենք տեսնում, որտեղ այդ նույն արտահայտություններից հետո հայրական մասիվի թաղապետը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվում, ինչը հուշում է այն մասին, որ դատական համակարգը, իրավական համակարգը ենթարկվում է քաղաքական իշխանություններին, դա անկախ ուժ չի, ինչով հենց հերքում են Նիկոլ Փաշինյանի այդ դեմոկրատիայի բաստիոնը, որտեղ եթե դա չէր հերքում, ապա քաղաքական գնահատականներից ելնելով չպիտի իրավական գնահատական տրվեր, այլ պետք է այսօր ձերբակալված լիներ։ Եվ Վազգեն Սարգսյանի Վազգեն եմ ասում Զավենի Սարգսյանի մարազմատիկ հիմնավորումներով Ռուսաստանի դեսպանատան հետ կապված եւ այլն, չպիտի իրավական համակարգը մարդ ծեծողին բաց թողներ, մարդ ծեծվածին ձերբակալել եւ քրեական գործարար։ Նորքի թաղապետարանում երկրորդ ճակատել բաց Ռուսաստանը կարծես է խնդիրը։ Հիմա ասենց չէ, այս երեկվանից խոսակցություն կա, որ Պուտինը զանգել է Սուրենյանին, ասել է, որ անձրևներ գա, որ Տիգրան Ավենյանին փուրը տան։
Հասկացա՞ք, չէ, ես Արամ Զավենի Սարգսյանի տեսության մեջ է էլի տեղավորվում, այսպես ասեմ։ Այնպես որ ես նորմալ եմ համարում այն բանսարկությունները, որը տեղի ունենում, անպատասխանատու բանսարկությունները։ Նման անպատասխանատու բանսարկություններ են ճումա Հայաստանի երկրորդ դեմքի, ասենք, Ալեն Սիմոնյանի բերանից։ Հələ մեկ տեսեք ինչ հիմար բաներ ասում, ես չգիտեմ Ռուսաստանի գործակալը Ցիբիլ այն աշճանի, որ միդի խոսնակը Ռուսաստանի զարմանալով ասում է սա խոսույթը ոչ թե իմաստը, այլ խոսույթը երկրորդ դեմքի խոսույթ չի։ Սա նվաստացուցիչ նկատողություն է, որ մենք ստանում ենք։ Խոսքը իմաստի մասին չի, որ մենք բովանդակային զրույց ունենանք, ասենք Ալեն Սիմոնյանի տեսակետը ուրիշ է, Մարիա Զախարովայի տեսակետը ուրիշ է։ Խոսքը հենց խոսույթի մասին է, ձևի մասին է, որը բնավ վայել չի մի երկրի երկրորդ դեմքի, նույնիսկ Զիմբաբվեի երկրորդ դեմքի վայել չի։ Որ մենք եվրոպական բարքեր եւ այլ ներմուծող ինչ որ մի հատ իրավիճակ է։ Հասկացեք, ես ամբողջ խնդիրը հիմա, եթե մենք ունենք այն աբսուրդը, որ Վահագն Ալեքսանյան վերնագրով մի արարած ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում, ուրեմն նրա մայրը որոշակի խնդիրներ ունեցող, որքան հասկացա Հաշմանդամը այդ վանքինը, կարա սկանդալ սարքի, ու դա հեռու չի ելնելով ԿՊ-ի տրամաբանությունից, որ դա արած լինի կանխամտածված։ Ընդ որում նույն օրը երկու անգամ է տարածքում հայտնվել։ Հեռու չի դա, որովհետև նախկինում հաց գորսելա ոչ ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ Վահագն Ալեքսանյանը կանխամտածված է իր մորը ուղարկել պրովոկացիա անելու, որ հետո էլ լալա առաջ ելույթներ ունենա ազգային ժողովի ամբիոնից եւ այլ եւ այլ։ Երկրորդ միտքը փորձեմ արտահայտել։ Մերժել այդ մերժման process-ը, որը տեղի է ունենում, չէ՞, այդ քաղաքում։ Բացառապես սրբազան շարժման ներքոյա դա տեղի ունենում եւ քաղաքական առումով ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Քոչարյանի հետ։ Իրոք կապ չունի, հասկացանք, չէ՞, մենք բոլորս դրա մասին գիտենք։ Բայց հիմա տեսեք ազգային ժողովի ամբիոնից այս առիթով դիմվում է ոչ թե շարժման ղեկավարների ինտերերին, որ ամեն գործ իր պատասխանատունն է, ես չեմ ասում մենք համամիտ չենք։ Սրբազան շարժումը Ռոբերտ Քոչարյանի հետ էին կապում։ Հա, բայց մենք հասկանում ենք, կապում պիտի կարողանաս կապես, ախա չի կապվում, ոնց եք դուք դա կապում ու հիմա էլ դիմում սրան։ Սրանից ես ենթադրում եմ, որ Վահագն Ալեքսանյանը մտածածին էր մորը ուղարկել պրովոկացիայի, ընդ որում քանի որ երկու անգամ այդ կինը այնտեղ է, առաջի անգամ համարենք որ պրովոկացիան չի ստացվել, երիտասարդները կարողացել են դիմակայեն, երկրորդ անգամ ավելի լավ ինստրուկտաժ արած Վահագն Ալեքսանյանը իր հաշմանդամ մորը ուղարկել է պրովոկացիայի, որպեսի դա պրովոկացիա լինի, որպեսի ինքը իր փուչ տեղով կարողանա ազգային ժողովի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանի անունը մի անգամ էլ տա, որտեվ իր համար նույնիսկ այդ ատունը տալը մեծ պատիվ է։ Հա, ուրիշ ժամանակ ինքը այդ անունը չէր կարող տալ, նույնիսկ։ Այս է իմ ասածը, то есть ես չեմ փորձում սրանց մեջ տեսնել ինչ որ sense խոր քաղաքական միտումներ կամ դրվագներ, մի հաշմանդամ կնոջ արտահայտության կամ նրանց մեղադրելու իրավիճակի եւ այլ իրավիճակի մեջ։ То есть եկեք նայենք սա որպես հասարակ բանսարկություն, որը տեղի է ունեցել ԿՊ ստրատեգիային բնորոշ բանսարկություն։ Նախինում բանից ունեցել։ Մի միլիոն հատ ես կարամ լրեմ դուք օրինակները բերեք կամ երրորդ մարդ։ Մի միլիոն հատ նման բանսարկություն ենք ունեցել։ Դուք Ալեն Սիմոնյանի հայտարարություններին անդրադարձակ ձեր խոսքով։ Նախորդ օրը վերջինս խորհրդարանում վստահություն էր հայտնել, որ եթե առաջիկայում ընտրություններ լինեն, ապա իրենց կուսակցությունը 50+1% ձայն կստանա։ Ձեզ համար որքանով է հասկանալի Ալեն Սիմոնյանի այս վստահությունը, երբ օբյեկտիվ իրողությունները վերջին ընտրությունները առնվազն այլ բանի մասին են վկայում եւ նա էսկեպ ինչ ուղերձ է փոխում հանրությանը փոխանցել։ Գիտեք, ես երիտասարդ էի, երբեմն պրակտիկա էի գնում հոգեբուժական հաստատություններ, այնտեղ մի այցելու ունեի, ինքն էլ վստահ ասում էր, որ Նապոլեոն Բոնապարտն է։ Եկեք սրանով Ալեն Սիմոնյանի խոսքը փակենք, լավ, որտեվ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր մեջտեղից ճղվելով չի կարողանում մինիմալ ցենզ ապահովի, այսօրվա դրությամբ ինքը անձամբ Ալեն Սիմոնյանի մասին խոսքել չկա, որտեղ ինքը երբեք չի ունեցել ռեյտինգ, սա մոռացանք։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի արձազրույցները
2.5 միլիոն դիտում են ապահովում։ Ուղղակի հարցազրույցները, ընդ որում իրանց դիպտումներն էլ հետը։ Իրանք էլ չեն, իհարկե, ոնց թե։ Իրանք ավելի ակտիվ են հետևում Ռոբերտ Քոչանին, քան Նիկոլ Փաշինյանին։ Վստահորեն կարող եմ ասել, որտեղ իրենք էլ գիտեն, որ Ռոբերտ Քոչյանի հարցազրույցները բովանդակալի են, իսկ Նիկոլ Փաշինյանն անբազանբախ։ Okay, այս մասն էլ եկեք կլորացնենք։ Սա էլ թողնենք մի կողմ, համարենք սուբյեկտիվ։ Գյումրու ընտրությունները Այնտեղ են ընտրություններից առաջ ասում, որ 50% որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ամբողջ ռեսուրսով Վահագն Ալեքսանյան կոչվողով, որ հասկացար այնտեղ համակարգող էր, որքան հասկացա, հարբած նավակներ, ճոճողներով եւ մնացած բոլորով գտնվում էր այնտեղ, բայց ես չեմ տեսել այնտեղ Անտիմադի դաշտից որևէ մի քաղաքական գործիչ, ով որ այնտեղ կմասնակցի այդ ընտրություններին։ Ոչ մեր падգամավորներն են մասնակցել, ոչ պատիվ ունեմի падգամավորներն են մասնակցել, ոչ հանրապետական կուսակցության կարկառուն դեմքեր են այնտեղ եղել երևացել, չեն երևացել ոչ մեկը։ Ասոցացումը եղել է իրանց ֆանտազիաների մեջ։ Վարդան Ղուկասյանին ասոցացրել են Քոչարյանի հետ միայն նրա համար, որ Վարդան Ղուկասյանը մի քանի անգամ նշել է, որ Քոչարյանի կառավարման տարիները հաջող տարիներ էին, առաջադեմ տարիներ էին։ Երբևէ լսել եք, որ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Ղուկասյանի անունը տա։ Չէ, ելսել եք, որ Ռոբերտ Քոչարյանի թիմից որևէ մեկը Վարդան Ղուկասյանի անունը տա։ Չէ։ Այսինքն եկեք սենց նայենք։ Ամբողջ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդի դեմ պարտվեց։ Մենք հենց կուսակցական կամ ասենք թիմային պայքար չի եղել։ Հələ պատկերացրեք, որ մենք թիմով գնայինք, ընդ որևէ մեկին պատժ կանելու։ Պատկերացնում եք ինչ կլիներ։ ԿՊ-ն ընդհանրապես ձայն չէր հավաքի։ Փաստացի հաղթեց հավաքական ընդդիմությունը, որը մերժում էր Նիկոլ Փաշինյանը։ Հավաքական ընդդիմությունը չի մասնակցել։ Հաղթեց ժողովրդի ատելությունը ԿՊ-ին։ Քանի որ անցած բոլոր ուժերը բացառել էին ԿՊ-ի հետ համագործակցությունը։ ԿՊ-ին բոլոր մասնակիցները, կլինի դա Մարտունը, կլինի դա Վարդան Ղուկասյան, կլինի դա Ռուբենը Մխիթարյան, բոլորը հասկանում ենք, չէ՞ որ Ռուբենը Մխիթարյան նոր չի, որ ընդդիմադիր դաշտում է։ Եվ ձայն տվողը գիտեր, որ ինքը ընդդիմադիր դաշտում է։ Հա, չգիտեն կոնկրետ ում հետ կարան ասոցացնեն, բայց ընդդիմադիր տեսակետները իրա կիսում էին։ Եվ ընդդիմադիր տեսակետները, եկեք սենց ասենք, առանց որևէ մի ինստիտուցիոնալ ուժի հաղթեցին Հայաստանի պետականություն տիրող ինստիտուցիոնալ ուժին։ Այսինքն խոսել ռեյտինգի մասին առավել եւս ասել, որ այսօր ընտրությունները լինի, այդ նույն բանն է, որ ասեմ ես ճապոնացի եմ ու միկադո եմ, պրոստը եկել եմ Հայաստանում մի քիչ ապրում եմ։ Դու էլ ասա, այդ այդ խոսալ Հանասիման հայել ամբողջաբար խոսացող հայ դեջեսի մեջ։ Անպատասխանատու։ Պարոն Մադացյան, այս օրերին Արթուն ենք շարժման անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակով դիմել են ազգային ժողովի 107 падգամավորներին, առաջարկելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել։ Ինչպես եք վերաբերվում այս նախաձեռնությանը եւ որքանով է դա իրատեսական մի խորհրդարանում, որտեղ գիտենք ԿՊ-ն բացարձակ մեծամասնություն ունի։ Նույն կերպ են վերաբերվում այդ նախաձեռնությանը, ոնց այսօր մեր տանը ինչա եփած։ Դրիվ անտարբեր եմ, որովհետեւ այդ նույն բանն է, որ Նարեկ ինչեր ընդդեմ Մալյանը եւ Էդգար Ղազարյան ասածները որոշեին, որ նախաձեռնություն են անում, որ Հայաստանը Արցախը պիտի վերադարձնեն Հայաստանին։ Ու դիմում գրեին բոլոր падգամավորներին, ասեին, որ եթե դուք չեք մասնակցում այդ, ուրեմն դավաճան եք հասկացա։ Եթե մասնակցում եք, ուրեմն 3 ժամվա մեջ զենքը ձեռները պիտի գնան կռիվանեք։ Երեխություն չի։ Այդ նախաձեռնությունը պետք է ունենա իրավական հիմնավորում, որը չկա, բազմաթիվ անգամներ խոսել է։ Հիմա ընդհանուր իմպիչմենտի մասին։ Ինչ նպատակով է սա արվում։ Մենք բոլորս ի տարբերություն այդ երկու փոքրիկ իմպիչմենտիկներից, այսպես ասեմ, դպրոց ենք վերջացրել եւ գիտենք, որ մեկը փոքր է 28-ից։ Սա ակնհայտ է, չէ՞։ Մի հոգուն հրաժարական տալու դրթելը շատ ավելի հեշտ է, քան 28 հոգու բերել մի դաշտ, որ այդ մի հոգին հետո հրաժարական տա։ Մենք ունեցանք փողոց, մենք ունեցանք շարժում, մենք ունեցանք Եվրոդեսպանի դրան դիմաց հասկացար կրակոցներ եւ այլ, ու այդ մի հոգին հրաժարական չտվեց։ Հիմա սրանք որոշել են, որ երկու այդ փոքրիկ, կերպարներով, որոնք իրանցով ոչ մի ուրմեսի ինչ չեն արել, ամենայն արգանքով իրանց նկատմամբ ոչ մի բան չունեն։ Պետք է կարողանան 28 հոգի բերեն, որոնք քվեարկեն, երկրորդը։ Okay, ես դեմ չեմ։
Երբ որ ես նախաձեռնում եմ, ես էլ հայտարարում եմ վարչապետի տեխնացուին։ Այդ երկուսը այդքան դուխ չունեն վարչապետի տեխնացու հայտարարեն։ Ասում են падգամավորներին ենք թողել։ Ուրեմն մի թող չթողեն ոչ մեկի։ Դա իրանց նախաձեռնությունն է, ոչ մեկը հետո չասի, որ իրանց նախաձեռնությունը վեկալավ մեկը իր վրա, չի կարելի։ Իրանք հեղինակն են, թող իրանք էլ վարչապետի տեխնացու առաջադրեն։ Պետք չի, հասկացա՞ր, այդ բարեգթությունը, որը ցուցաբերում եք, բոլորովին իմաստ չունի։ Ոչ մեկը թող չորոշի Ռոբերտ Քոչարյանին տեխնացու առաջադրելու ենք, թե չէ։ Այդ մենք կորոշենք, Ռոբերտ Քոչարյանը ինքը կորոշի։ Լավ, ոչ հանրապետական կուսակցությունը թող դատողություններ չանի, Քոչարյանին կառաջադրեք, մենք էլ կմասնակցենք։ Չէ, եկեք մենք մասնակցենք, դուք առաջադրեք։ Առաջադրեք Սերժ Սարգսյանին, Արմեն Աշոտյանին, Հայկ Մամիջանյանին։ Կարծում եմ, որ իմ թիմակից ընկերները կմասնակցեն այդ գործընթացին։ Արդեն հայտարարել են, որ պատրաստ են աջակցել։ Չէ, մենք էլ ենք պատրաստ աջակցել։ Հայտարարեք տեխնացուի, մենք չենք նախաձեռնողը։ Ես որպես հասկացել մի անդամ իմ կարծիքն եմ ասում, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ով նախաձեռնության հեղինակն է, նա էլ պետք է իրավական խնդիրներ կան, վերջը Էդգար Ղազարյան որքան գիտեմ մոտ է կանգնած այդ իրավունք եւ այլ վիճակներին։ Ինքը շատ լավ պիտի իմանա, որ պիտի վարչապետ տեխնացու առաջադրվեր, ուրեմն ինքը ուտի ունենար այդ տեխնացուի բանը։ Եվ ուրիշի հարցով փեսին լավություն չեն անի։ Եկեք սենց անենք, ինքն էլ առաջադրեք վարչապետի տեխնացու, օրինակ Սերժ Սարգսյանին, ձեր լիդերն է, չէ։ Առաջադրեք, չի ուզում, օքեյ, ունեք ուրիշ լիդեր, Արմեն Աշոտյանին առաջադրեք։ Հայկ Մամիջանյանին Էդգար Նարեկ Մալյանին առաջադրեք վարչապետի տեխնացու։ Այդ դեպքում ինչ չեն անում։ Ես չգիտեմ, որովհետև գործընթացը բնավ իմպիչմենտի եւ անվստահության մասին չի։ Գործընթացը այսօրվա դրությամբ գնում է կոնսենսուս -1 համակարգի մեջ։ Այսինքն ամբողջ քաղաքական դաշտը միավորվել է Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ պայքարում է նրա համար, որովհետեւ իր բոլորի համար ակնհայտ, որ 26 թվականի իշխանապողությունից հետո ինստիտուցիոնալ ընդդիմությունը գալու է իշխանության։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի դեմ է։ Ուրիշ անց չկա։ Մոտիվացիան պետք է գտնենք։ Կամայական առարկ պետք է ունենա իր մոտիվացիան։ Ինչու որոշեցին այս ժամանակ, ախա եղել է նման խոսակցություններ։ Էդգար Ղազարյանը մի անգամ արել է դա։ Մի անգամ Բաղրամյանի վրա հավաքել է մարդ փողոցով, падգամավորներին կանչել է, իմպիչմենտի մասին խոսել է, հետո ինչ արել, թողը գնացել է տուն։ Ով մնաց պատասխանատվության մեջ։ Հայաստան դաշինքի падգամավորները։ Կարին Տոնոյանի հետ գնում էին ինչ որ падգամավորների տներ, հեսա տներից կբերենք, падգամավորները մտան շենք, եթե հիշում եք, չէ՞, գիշերը։ Այո։ Շատ լավ հիշում եք, չէ՞ այդ պատմությունը, ինչ արեց դրանից հետո Էդգար Ղազարյանը, ուր է ինքը, ուր է իր ինչպես պրեզիդենտը, ուր է իր խոսք տված 28 падգամավորները, որոնք գիշերով պիտի գային ու մասնակցեին ստորագրին։ Հասկացաք, չէ՞, այս չկա։ Ահա, եկեք սենց անենք, սա հին երկած երկա, արդեն 7 անգամ երկած ու 100 անգամ դիտարկված։ Ու երբ որ դու գիտեք, բոլորս գիտենք, որ Պուշկինը դուելում սպանվել է։ Բայց գնալ դուելի Դանտեսի հետ, ով որ պրոֆեսիոնալ կրակող էր, սա ինքնասպանություն է։ Հասկացաք։ Իսկ Պուշկինը ինքը կրակել չգիտեր։ Հիմա գնալ իմպիչմենտի իմանալով, որ դու պարտվելու ես, սա ինքնասպանություն է։ Հիմա հարց, ինչի են այս երկու պերսոնան այսօր ուժ ունեցող ընդդիմությանը տանում ինքնասպանության։ Որպեսզի իմպիչմենտը չհաջողվի, որպես արդյունք դա գնա ամբողջ աշխարհ։ Աշխարհում չգիտեն թե ինչ տեղի ունեցավ, Նարեկ Մալյանն ինչ ասեց, Էդգար Ղազարյանն ինչ ասեց։ Աշխարհում գիտեն, որ ընդդիմությունը իմպիչմենտ հայտնեց, ու այդ իմպիչմենտը իմպիչմենտ չէ, էլի, որը չանցավ։ Այսինքն աշխարհում ֆռալու է, որ Նիկոլ Փաշինյանը վստահություն է վայելու։ Չանցավ։ Հասկացա՞ք։ Ով էր ընդդիմության ղեկավարը։ Ընդդիմության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, Նարեկ Մալյանը չէր։ Հասկացաք։ Դες Նարեկ Մալյանը ու Էդգար Ղազարյանը հայերեն գրական լեզվով ասած մուտիտ են անում, որ վերջում Ռոբերտ Քոչարյանը դուզ գա մեղավոր բան, հա, պատճառ, իսկ Նիկոլ Փաշինյանը դառնա հաղթող, ում դեմ դուս եկավ սա։ Հասկացաք։ Ես իտոք դեմ ձեզ ասում։ Էս է ամբողջ խնդիրը, որտեղ ոչ մեկ չի հարցնել ով էր նախաձեռնող, ասել ով էր ընդդիմության տեխնացուն։ Իսկ ընդդիմության տեխնացուն հանրապետականը ասում է բերեք դրեք Ռոբերտ Քոչարյանին, մենք պատժ կանենք, չէ, դրեք Սերժ Սարգսյանին։ Դրեք Սերժ Սարգսյանին, ընդդիմության տեխնացու։ Տեսեք ինչ դուս կգա։ Տեսեք Սերժ Սարգսյանը կգա։ Իսկ Աշոտյանը ինչի չի ուզում։ Թողնի։
ամբիցիաներ ունի Պատրաստ եք Աշոտյանը։ աջակցել։ Հա, իհարկե։ Թողնի, ինչի՞ չէ որ։ Կամ հենց Նարեկ Մալյանին դրեք։ Իր համար մեծ պատիվ կլինի, գոնե եթե մի քիչ կերևա էլի։ Այսքան կարող ենք եզրակացնել, որ պայքար է գնում նաև ընդդիմության առաջնորդությունը ստանձնելու համար։ Չկա պայքար։ Խնդիրը հենց էսա։ Պայքար լինում է, երբ որ մենք լինում ենք մոտ հավասար դաշտերում, եւ մենք պայքարում ենք միմիավոր ավել կամ պակաս ունենալու դե համար։ Պայքար չկա, որովհետեւ այսօրվա դրությամբ նույնիսկ 21 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ անդիմադի դաշտում կա մի գերիշխող ուժ։ Սա ասենց ասեմ, հիմա անունը տանք սենց Հայաստան դաշինքն է։ Սենց փորձենք տալ, բոլորս հասկանում ենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը։ Հանրապետական կուսակցությունը 21 թվին շեմը չհաղթահարեց։ Եվ ես կասկածներ ունեմ, որ 26 թվին էլ չի հաղթահարելու։ Ես լուրջ կասկածներ ունեմ ու հիմնավոր կասկածներ ունեմ, որ չի հաղթահարելու 26 թվին։ Նույնիսկ դաշինքով չի հաղթահարելու։ Ինչով եք սա պայմանավորում։ Պայմանավորված եմ նրանով, որ համակարգը, որը սարքված էր, ես հիմա շատ քաղաքական եմ խոսում, հանրապետական կուսակցական համակարգը հիմնված էր ոչ կայուն արժեքների վրա, եւ այդ արժեքները արագ փլվեցին։ Սրա վառ օրինակն էր պերսոնան, Արտուր Դավթյան պերսոնան, ով հանրապետական էր։ Չէ՞։ 22 թվականը աշխատեց։ Ու էլի տենց անուններ կտամ։ Հանրապետականի կարկառուն դեմքեր, որոնք անցել էին Մեքին Լենիկ Ադամյանով, ֆիլտրով, ոնց որ ասում էր Էդուարդ Շարմազանովը։ Վերջում դարել էին հանրապետության գլխավոր դատախազ ու իրանք էլ դատական գործեր հարուցեցին մեր վրա։ Չէ՞։ Այսինքն կուսակցությունը ճիշտ չէր։ Նույնը չես կարող ասել օրինակ դաշնակցության մասին։ Չկա այնտեղ կա կուսակցական որոշումներ եւ մենք չունենք դաշնակցականներ, որոնք որ այտենց, հա, անցումներ են կատարել։ Հասկացաք, ու համայն դեպս ոչ այդ քանակի, ինչ հանրապետական է։ Ելնելով սրանից ես համոզված եմ, որ այսօրվա դրությամբ հանրապետական կուսակցության թիվը կամ պատկերացումները շատ ավելի թղթի վրա են, քան իրականում։ Ես շատ ավելի քիչ են հանրապետական կուսակցությունը իրական աշխարհում։ Հանրապետական կուսակցության անդամների մեծամասամբ ձևավորվեց քաղաքացիական պայմանագիրը։ Որտեղ նշի որ քաղաքացիական պայմանագիրը, հա, այսօրվա դեպուտատների մասին չի խոսքը, բայց մետակի օղակները, փոխնախարարները, բաժնի վարիչները, մնացած բոլորը հին հանրապետականներ էին, որոնք միանգամից մի օրվա մեջ, մի գիշերվա մեջ փափախը շուռ տվեցին, հա, դարան կարմիր բանակայիններ, հա, ու սկսեցին կարմիր բանակայինների հետ, հա, ինչ որ կռիվ տալ։ Ասածը սա է, եկեք այդ միֆը, այդ հանրապետականի, մի հատ հələ թոթափենք։ Մի հատ հասկանանք, որ սա կարող է իրականություն չի, այլապես էլի եմ ասում, հանրապետական հզոր կուսակցությունը, այդպես են չէ խոսում իրենք, եւ Քոչարյանը ով ունի, որ մարդել չունի, չէ, տենց են ասում, չէ, հա, այդ ամեն, չէ, այդ մարդ չունեցող Քոչարյանը 26 падգամավորով մտավ 28 падգամավորով մտավ ազգային ժողով, հե, մոտ 300,000 ձայն հավաքեց։ Իսկ հզոր, դարավոր հանրապետական կուսակցությունը շեմը չկարողացավ հաղթահարի, ակաշները ձգելով վերեցին։ Այդ ոնց հալն է, դաշինքով։ Հասկանում եք, եկեք իրականության աչքերի մեջ նայենք։ Այո, 26 թվականի ընտրություններում ակնհայտ է, որպեսզի որ հաղթելու է Հայաստան դաշինքը։ Հայաստան դաշինքի մեջ մի լուրջ ուժ են կազմում անկուսակցական մարդիկ, որոնք գաղափարային են, ի տարբերություն բոլորի։ Երկրորդ նախագահի թիմակիցները։ Այո, որոնց իրար հետ ոչինչ չի պահում, բացի գաղափարից, ի տարբերություն հանրապետականների, ոչ կուսակցական տոմսը, ոչ փողը, որտեղ բոլորը դրանք անկախ կայացած մարդիկ են ֆինանսապես նույնպես։ Ոչ չգիտեմ իրանց տարիքային կայացածությունը, ոչ մի բան։ Սրանք ունեն գաղափարներ, եւ այս մարդիկ պահանջելու են, որպեսզի ստարժանվույն գնահատականներ տրվի եւ այս 8 տարվան, եւ 18 թվի գործընթացներին, ինչը շատ կարեւոր է, ոնց եղավ դա։ Անպայման պիտի վերջեն հարցերին, որի ես տալիս եմ տարիներ շարունակ, պատասխան տրվի։ Ամնիստիան ինչի այդպիսի յուրօրինակ եղավ Նիկոլ Փաշինյանի վրա։ Պիտի տրվի պատասխան հանրապետական կուսակցությունը ոնց է վերաբերվում, ինչ վերաբերմունք ունի 2008 թվականի մարտի 1-ին, դրական թե բացասական, ոնց է ինքը համարում, ինչ գործընթաց է տեղի ունեցել։ Պիտի անպայման դառնա ոնց եղավ որ Նիկոլ Փաշինյանը դառավ ազգային ժողովի падգամավոր ու ոնց եղավ որ Արմեն Աշոտյանը ասում էր որ Փաշինյանի անունը ոսկե տառերով գրված է այլևս հայոց պատմության մեջ։ Սա Աշոտյանի բառերն են, որոնք կան, մենք ապրում ենք 21-րդ դարում, YouTube-ում է սա կա։
Հասկանում եք, ոնց եղավ ես կարող եմ շատ երկար շարունակել, բայց այս հարցերի պատասխանը 26 թվից հետո մենք իմ նմանները պահանջելու են, որպեսի ստացվի, որպեսի մութ չմնա պատմության այս էջը, որպեսի քաղաքական գնահատական տրվի այս իրավիճակին եւ դա սերունդների համար, որ հաջորդ անգամ ես իմ ինչ Պողոս, երբ որ Գյումրիից կորոշի քայլել, այդ օրվա ղեկավարը հասկանա, որ մենք ցես նախադեպ ունեցել ենք։ Դուք ասում եք, որ 26 թվականին ընդդիմությունը իդեմս Հայաստան դաշինքի հաղթելու է, բայց նույն ձեր հիշատակած թերի ներկայացուցիչները պնդում են, որ ընտրություններով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, նաև ձեզ հակադարձում են, ասում են 21 թվականին էլ հաղթեիք, այն ժամանակ էլ էիք ասում, որ հաղթելու եք։ Ուրեմն նախ այսպես ասեմ, բոլոր ընտրությունների մասնակցողները միշտ ասում են, որ հաղթելու են։ Իրանք էլ են ասում, բոլորն են ասում։ Միշտ, սա նորմալ, աշխարհի բոլոր երկրներում, սա նոր բան չի, ասում եք, որ հաղթել եք, ով չի, մասնակցելով ընտրություններ եւ ասել, որ չենք հաղթելու, սա Նիկոլ Փաշինյանի ստրատեգիան, այն որ առաջի օրը վերկացավ ասեց, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։ Եթե իրանք այս ստրատեգիայի կողմնակից են, սա իրանց հոգեբանական խնդիրներն են, թող լուծեն։ Երկրորդը 26 թվականին մենք հաղթելու ենք եւ միայն ընտրություններ, ես գիտեմ, որպես քաղաքական միավոր իշխանափոխության։ Իրանք խոսում են քաղաքականության, քաղաքական խոսքի եւ քաղաքական ուժ են ներկայացնում իրենցից։ Որպես քաղաքական միավոր իշխանափոխության, այլ մեթոդ ես չգիտեմ։ Երրորդ, մնացած բոլոր փողոցային շարժումները, որոնք որ կազմակերպվել են Հայաստան դաշինքի կողմից, քանակային եւ որակային առումով ակնհայտ ցույց են տվել, որ այդ փողոցային շարժման մեծ նագրուսկան, մեծ ճնշմանը ուսերի վրա եղել է Հայաստան դաշինքի վրա, հանրապետական կուսակցությունը այդ նագրուսկան չի վարել, չի կարողացել վարել, ռեսուրսային այդ քանակը չի ապահովել։ Okay, եթե դա տենց է, ապա էլ ուր եք դուք խոսում փողոցային մեթոդով ինչ որ խնդիր լուծելու համար։ Այդ ինչ քանակի մասին եք դուք խոսում։ Առանց հանրապետականի չի կարող իշխանափոխություն լինել։ Այս թեզն էլ է շատ հնչում։ Ես կարող ուրիշ բան ասեմ, առանց հանրապետականի Նիագարայի ջրվեզը կանգնի։ Երեխեք խոսացեք ինչ ուզում եք էլի, հոտենց չի։ Ուրեմն առանց բոլորի բոլոր բաները կարող են լինել։ Այդպիսի բան գոյություն չունի։ Առանց ինձ էլ կարող է լինի, առանց հանրապետականի էլ կարող է լինի։ Վստահ եղեք անփոխարինելի ոչոք չկա։ Վստահ եղեք, որ այն ինչ որ ներկայացումը դա չի իրականություն։ Ու կլինի կտեսնեք, որ դա տեղի է ունենալու։ Ընտրությունները 26 թվականի անխուսափելի են, ոչ մեկ դա չի կարող հերկել։ Եթե դուք քաղաքական ուժ եք, ապա պետք է հասկանալ, որ 26 թվականի ընտրությունները cancel անել տեխնիկապես հնարավոր չի, ինքննելու է։ Բայց ինչ են կանելու այդ ժամանակ, հասկացաք, կամ եթե գիտեք իշխանափոխության ձևեր, պարոնեք, ով է ձեր ձեռը բռնում։ Հələ գնացեք տեսեք, ես էլ եմ ձեր հետ գալի։ Ձևը գնացեք, առաջիկից կանգնեք դուք։ Ձեր հետևը ես կանգնեմ, ոչ մի խնդիր չկա ու ես իմ կյանքով ապացուցել եմ, որ անկախ իմ տարիքից, ձեր ջահելներին հավասար կանգնած եմ եղել։ Կաշկանդված չեք այդ։ Երբևէ։ Ոչ տարիքով, ոչ սոցիալական, հասարակական դիրքով, ոչ մի բանով կաշկանդված չեմ եղել։ Գնացեք, կանգնեք առաջի շարքում, կռիվ տվեք։ Մեջքի հետևը անենց պինդ կանգնեմ, որ հասկանաք, որ ձև չկա մեջքից մեկը ձեզ խփի։ Բայց քելեք դուք առաջիկից կռիվ տվեք, էլի։ Այդտենց լավ չի։ Դուք հա կռիվը սարքեք, մենք գնանք կռիվ տանք։ Դուք էլ մեջքի հետևը կամ կանգնեք կամ չկանգնեք։ Հասկանալի է։ Եվ պարոն Մադացյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանը շարունակում է կրթվել նորաձև արշավը, որի շրջանակներում մնացել են 5-րդ դարում խորագրով բանախոսություններ է կարդում վերջին շրջանում։ Ձեր գնահատմամբ սա ինչ նպատակ է իր մեջ հետապնդում, ինչու են մեզ համոզում, որ մնացել են 5-րդ դարում։ Ես նախապես նշեմ, որ մտադիր չեմ այնպես անել, որ դուք մեր եթերում հայհոյեք։ Դա ջան, այսօրվա հաղորդումը անվանի Էդուելասա։ Ոնց հասկացա մենք այդ թեմաներից ենք խոսում։ Դուք հասկանում եք հիմա ինչ հարց եք տալի, ինձ ես ինչ պիտի պատասխանեմ։ Ես 3 բարձրագույն կրթություն ունեմ, հասկացար, գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ եմ միջազգային եւ այլ, ու Աննա Հակոբյանը ինչ որ 5-րդ դարում է մնացել։ Ես չգիտեմ Աննա Հակոբյանը որտեղ ինքը չի կարող ինձ որևէ բան համոզի։ Որ դարում է ինքը մնացել երբևէ։ Ես չգիտեմ։ 5-րդ դարում տարբեր ստատուսներ են եղել, սկսած աշխարհի ամենահին մասնագիտություններից վերջացրած մինչև, չգիտեմ, դիլետանտները։ Հիմա որ մասում է ինքը մնացել, սա էլ թող որոշի, հա, ինքը հին մասնագիտությունների մասում է մնացել, հա, հնագույն, տենց են ասում։ Մի խոսքով ես լավ չեմ պատկերացնում, թե այսօր իրանք երկու բառ են սովորել, ասենք, ու կաղանկատված ու ազգանունը չեն կարողանում երկու անգամ իրար հետևից արտաբերեն, դա չի նշանակում, որ այլևս աշխարհը փոխվեց իրենց աչքերում։ Բոլորս հասկանում ենք, որ այսօրվա դրությամբ երկուսով իրար
իրար հետ միջին հայի կրթություն չունեն այսօրվա դրությամբ։ Մենք տեսել ենք այն բնակարանը, որտեղ իրենք ապրել են, որը կրթված մարդու բնակարան անվանել մեղմ ասած չէր կարելի։ Մենք տեսել ենք Նիկոլ Փաշինյանին խոս խանձելուց, որը նույնպես կրթված մարդու վարքագիծ անվանել չի կարելի։ Մի փոքր դա վայրենու վարքագիծ է, էլի, հա, այդ մնացած process-ները։ Մենք տեսել ենք Աննա Հակոբյանին տարբեր ակցիաների ժամանակ, տարբեր իրավիճակներում, որը նույնպես կրթված մարդու վարքագիծ անվանել չի կարելի։ Կրթված մարդը չի անցնում կարմիր գծերը ու սահմանները, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բոլոր կարմիր գծերը անցան իր կնոջ հետ միասին, բացարձակ բոլոր կարմիր գծերը։ Օրերս զոհվածների ծնողների ներս սպառնացել նույն Աննա Հակոբյանը։ Կրթվածություն չի էրատո ջոկած սարքելը ուղղակի նրա համար, որ անունը քեզ դուր ագալի առանց հասկանալու, իմանալու Հերոդոտ պատմությունն ու առասպելը կամ նույնիսկ իմանալով ու նախադեպ դնելով դրա մեջ էլի չեմ համարում։ Կրթվածություն չի մարդկանց խաբելը զինվորական ֆորմայով Գորիսում հյուրանոցում քնելը ասելով, որ Արցախում եմ։ Ես այնքան ստեր հիմա կասեմ ու այնքան անկիրթ բաներ կասեմ, որ արել են այս պերսոնաները, որ դրա հետ կրթվածություն, ախա կրթվածությունը կարդալու մեջ չի, հասկացաք։ Դու կարող ես ինչ-որ մի երկու գիրք էլ կարդացածնել։ Կրթվածությունը դա նիստուկացա, կրթվածությունը դա ներքին բարոյականություն է։ Այսօրվա դրությամբ շատ ներողություն, բայց հանրապետական լացիրակներ կան, որոնք կրթվածություն չունեն, ուր մնաց Աննա Հակոբյանը, հա, անդիմադիր դաշտում։ Ես դրա մասին եմ խոսում։ Կրթվածությունը դա այն է, որ կարմիր գծեր չես անցնում։ Կրթվածությունը դա տղամարդկանց պայքարն է առանց կնոջ ներկայության, հա, սենց է խնդիրը։ Կրթվածությունը տարբեր տեղերում կարող է արտահայտվի, խոսքիդ մեջ կարող է արտահայտվի։ Կրթվածությունը ատամներդ նորմալ վիճակի մեջ պահելը, արտաքին տեսքը, ցապրվելն է կրթվածություն։ Հասկանում եք, ես կրթվածության մասին եմ հիմա խոսում։ Կրթվածությունը միշտ ունենալ ապրատնի արտաքին տեսք։ Եկեք հիշենք Աննա Հակոբյանին մինչև այն, երբ որ ինքը սկսեց մեծ գումարներ վաստակել արդեն դառնալով Հայաստանի առաջի դեմք։ Կրթված տեսք բոլորը ինչ ուներ, ոչ մնացած։ Կրթվածությունը դա մի հատ մեծ համակարգ է, որը մանկուց քո մեջ քո ծնողական ներդնում է կամ չի ներդնում։ Եթե չի ներդնում, միգուցե դու հետո տաշվես ինչ-որ կերպ ստանաս, բայց ես այն բանը չի, որ Աննա Հակոբյանը պետք է գնա գյուղերը աուդիտորիա հավաքի ու խոսի 5-րդ դարի մասին, առանց հասկանալու այդ 5-րդ դարը, որ ասում ենք, դա որ թիվն է։ Այդ վային Աննա Հակոբյանին հարցնեք 5-րդ դարը դա որ թվերն են։ Հասկացա՞ր։ Կասի 500-ականները ենթադրաբար։ Հասկացաք, չէ՞, ինչ եմ ուզում ասեմ։ Դες ինքը նույնիսկ չգիտի 5-րդ դարը դա որ թվերի մասին է խոսքը։ Ինչ կրթվածության մասին ենք խոսում։ Շնորհակալ եմ պարոն Մադացյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ, որ հիշեցիք։ Սիրով։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք հոկեբան Հայաստան դաշինքի անդամ Միհերդատ Մադացյանի հետ։ Կհանդիպենք։